եւ որ ինչն է այդ անելիքի այդ նամակի դրդապատճառը եւ ընդհանրապես ինչ էինք ակնկալում եւ ինչ ստացվեց, պարոն Հոսպանյան։ Շատ բարի։ Ուրեմն ողջույն ձեզ, գներեք, ես ձայնազրկված եմ, քանի որ Հայաստան Հանրապետության քաղաքացի եմ դարձել, նորմալ է, չէ՞, երբ դառնում ես քաղաքացի, ձայնազուրկ ես։ Ուրեմն ես Արամ Աթեշյանին ճանաչում եմ մանկուց, երբ նա եկել էր Արևմտյան Հայաստանի Դիարբեկիր Դիկրանագերտ վիլայետի Սիլվան, այսինքն մեր պատմական Դիկրանագերտ քաղաքից։ Այդ որ Դիկրան մեծը հիմնադրել հենց այդ քաղաքի ծնունդ է ինքը 1915 թվականի դավանապող հայերից է, ովքեր բռնի իսլամացման էին ենթարկվել, եւ ինքը հետո է գրգին, այսինքն իր ընտանիքը վերահայացման process անցել 1954 թվականի ծնունդ է, իսկական անունը Արտին Աթեշ, Արամը նրա ավազանային անունն է, այսպես ասած, երբ որ հոգևորական տասին ես պատկանում, անունդ պետք է փոխես, ու ինքը դարձել է Արամ, երբ որ մեր Բոսու Պատրիարքարանի ուրեմն հոգևոր տասին մաս կազմեց, քրդախոս ընտանիքից է, հայերենը սովորել է հայկական դպրոցում, Կոնստանտինոպոլիս, մեր մանկության ժամանակ բոլոր Արևմտյան Հայաստան եւ Կիլիկիայից գալիս էին բոլիս, որովհետեւ կարողանան իրենց հայրենի լեզուն սովորել, ուստի ուղարկվեց Երուսաղեմ Սուրբ Հակոբ ժառանգավորած վանք, որպեսզի դառնա հոգևորական ջեմարան, այսինքն ջեմարանային ուսում։ 1976 թվականին վերադարձավ Կոնստանտինոպոլիս եւ ընդունվեց իբրև միապան Կոնստանտինոպոլսու հայոց պատրիարքարանի, որ մեր ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հետո աշխարհում գոյություն ունեցող երկու նվիրապետական աթոռներից մեկն է՝ Կոնստանտինոպոլիս եւ Սուրբ Երուսաղեմ։ Արամ Աթեշյան, երբ որ վերադարձավ Երուսաղեմից Բոլիս, ուրեմն շնորհ Պատրիարք Գալուստյանն էր հայոց պատրիարքը եւ շնորհ Պատրիարք Գալուստյանի մասին մի քանի բան ուզում եմ ասել ձեզ, որովհետեւ քիչ հետո ասելիքներս կարողանաք համեմատել ինչպես սևը սպիտակի հետ կարելի համեմատել։ Շնորհ Պատրիարք Գալուստյանը ինքը ծնված է Յոզգաթ, Քամիրքի շրջանի Կապադոկիա, Յոզգաթ բնակավարի Բոազլյան քյուղաքաղաքի Իդելի քյուղում։ Նա եւս փոքր ժամանակ 2 տարեկան հասակում որբ է եղել 1915 թվականի որբերից եւ նրան տարել է մի թուրք ընտանիք, բայել է իր տանը եւ իբրև թուրք է մեծացրել։ Երբ մայրը գրգին կդել է շնորհ Պատրիարքին, ինքը արդեն թուրքական անազգաննով եւ հայերեն կետ մեկ բառ չիմացող մարդ է եղել։ Շնորհ Պատրիարքը երբ որ ուրեմն արդեն իր մորու կողմից վերագտնվել է դարիներ հետո ցեղասպանությունից եւ գրգին ինչպես եւ Արամը դարիներ հետո ուղարկվել է Երուսաղեմ, որովհետեւ դառնա հայ հոգևորական եւ դարձել է նույն այդ ճամփան անցել ինչ որ Արամ Աթեշյանը շնորհ Պատրիարքից շատ դարիներ հետո։ Շնորհ Պատրիարքի ժամանակ 1978 թվականին ես Սուրբ Խաչտեփրևանքի վերջին դասարանի, այսպես ասած ուսանող, շատ մեծ մամլոասուլիս եղավ, Բոլիս, Իստանբուլ։ Եվ մամլոասուլիսի ժամանակ շնորհ Պատրիարքը խոսում էր միայն հայերեն, թուրք մամուլի հետ, երբ որ իրեն համար մայրեն լեզուն ավելի թուրքերեն էր, քան հայերեն, որովհետև հայերենը հետո էր սովորել։ Եվ թուրք ժուրնալիստները հարց ուղղեցին Պատրիարքոր շնորհքին, ինչու եք թուրքերեն, ինչու թուրքերեն չեք խոսում, հայերեն եք խոսում։ Ասեց ես ներկայացնում եմ իմ հոդը, իմ համայնքը, հայ եմ, նա իմ մայրեն լեզուն է եւ ես պիտի խոսեմ իմ մայրեն լեզվով, թարգմանիչ կա, որը ձեր բոլոր հարցերին կպատասխանի։ Սա դեռ pedagogiություն չունեցող հայ ազգի pedagogan կորզիչին բայել գեցվածք էր իր մայրեն լեզվով խոսելը։ Դարիներ հետո երբ ես Հայաստան էի ապրում, զարմացած էի, որ մեր Հայաստան ներկայացող հայրերը այլ պետություններում օտար լեզվով են խոսում, ոչ հայերեն։ Սա դրա համար ասեցի հատուկ։ Երկրորդ օրինակը շնորհ Պատրիարքին հարց տվեցին, եղել է ցեղասպանություն, քանի որ 1975 թվականից սկսվել էր արդեն Հայաստանի ազատագրության հայ քաղաքնի բանակի կողմից, այսպես ասած, այդ գործողությունները թուրքական թիվանակետների սպանման, հարց տվեցին, որ այսքան որ մեր թիվանակետները սպանվում են, դուք չեք դատապարտում իբրև հայոց պատրիարք
ինչ եք կարծում եղել է հայոց ցեղասպանություն։ Շնորհ Բադրիարքը այսպես պատասխանեց, ասեց ես ձեր հարցին ուզում եմ իմ օրինակով ուրեմն պատասխանել, ես ծնվել եմ Յոզգաթ, փոքր ժամանակից ինչ մոր կողմից, ինչ հոր կողմից որևէ հասկական չեմ ունեցել, չունեմ քերի, չունեմ հորեղբայր, չունեմ մորակույր, չունեմ հորակույր։ Մորուս շատ տարիներ հետո եմ գտել, այսինքն մայրս է ինձ գտել, երբ որ ես մի թուրք մուսուլման ընտանիքին դունը, որ բացած իբրև երեխա վերցված էի։ Ասեց շատ երկար տարիներին ամբողջ կյանքում բարձր հոգևորական դասի պատկանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լատինական Ամերիկա, Եվրոպա, վարել եմ հոգևոր պաշտոններ եւ անընդհատ ազգականներից եմ փնտրել իմ ամբողջ կյանքում։ Չեմ գտել մինչև հիմա ոչ մեկին։ Խնդրում եմ ձեզ ժուրնալիստերիդ, թուրք ժուրնալիստերիդ, օգնեք ինձ գտնել իմ հարազատներին, որովհետեւ ես եւս ունենամ ընտանիք։ Սա շնորհ Բադրիարքի պատասխանը թուրք ժուրնալիստերին, հայրեներով ավելի ժուրնալիստին 1978 թվական։ Նման Բադրիարքի ցերքի տակ իբրև միապան Բոսո Բադրիարքության Արամ Ատեշյանի կեցվածքը այդ ինչ որ դեղ ունեցավ երեք խայդարագություն է։ Ես Արամին այդքան լավ եմ ճանաչում, հավատացեք, այդքան լավ եմ ճանաչում, որ չեմ կարողանում պատկերացնել նման կեցված որևէ հայորդու կողմից ուր մնաց հայ հոգևորականի այդ էլ Բոսո Բադրիարքարանի միապան։ Ես թադաբարդում եմ դեղ ունեցածը եւ հիմա ձեզ կպատմեմ թե դա ինչպես եւ ինչու է դեղ ունեցել։ Արամ Ատեշյանին ոչ ոք թուրքական pedagogan իշխանություններից չի հորդորել նման կեցված դրսևորել, որևէ մեկը չի վախեցրել։ Այդ որ երեք մամուլում գարտացի ու դխրեցի, որտեղ երկու հոգևորականներին էլ ճանաչում եմ, թե Արցախի թեմի առաջնորդ Բարքև Սրբազան Մարտիրոսյանի մոդել ընկերն է, թե Միքայել Աչաբահյան Սրբազանի Շիրակը թեմի առաջնորդ ներկայացնում էին մեղմելու համար վիճակը, որ իբրև թե գրագե շաբիկ է հայ հոգևորականի համար Թուրքիայի Հանրապետությունում կորձելը, չգիտեմ ինչ, այս ամբողջը լոլո է։ Ոչ մի գրագե շաբիկ չի գա Թուրքիայում եւ ոչ մի մարդ գրագե շաբիկ չի հակած։ Գրագե շաբիկը հակավ հրանտը կամավոր ում սպանեցին։ Միակ մարդը, որ քաղաքացիական կեցված դրսևորեց։ Ուրեմն Մեսրոպ Մուտավյան Բադրիարքը, որ մեր այժմյա Բադրիարքն է, բայց դժբախտաբար վերջին 8 տարիներին, այսպես ասած, այդ դեմանս ֆրոնտալ հիշողության գորուսի հետ կապված անգողնային հիվանդ է եւ անկորձունակ ճանաչվել Թուրքիայի թադական իշխանությունների կողմից, որբեսի Բադրիարքի ընդրություններ դեղի ունենան, Մեսրոպ Բադրիարքը երբ դեռ ափեղա էր եւ հետո դարձավ վարդապետ, հետո դարձավ ուրեմն ծայրակույն վարդապետ եւ եպիսկոպոս, մենակ գնում էր Արևմտյան Հայաստան, հասնում էր Համշեն, հասնում էր Էրզուրում, Խարփերտ, Վան, Ախտամար, մենակ պատարակ էր կատարում իբրև հոգևորականի, մենակ ինք ուրիշ մարդ չի կար։ Եվ երբ որ իրեն ցերպակալում էին ու ասում էին դու ինչ իրավունք ունես այստեղ եկեղեցու մեջ պատարակել, ասում էր այս եկեղեցին հայապատկան է, հայական եկեղեցի ինչ անենք որ լքված է, ինչ անենք որ մարդ չի գա, ինչ անենք որ հայկական հոտ չի գա, բայց չէ որ մեր հոգիները, մեր ժողովրդի հոգիները այստեղ են եւ ես իբրև հայ հոգևորականի իմ բարդականությունս է բոլորի հոգու համար աղոթել եւ ես անում եմ այդ ինչ ինձանից կախված է։ Իր կողմից է եղել Արևմտյան Հայաստան ուխտակնացության ամբողջ այդ շրջակայությունները Մեսրոպ Բադրիարքի։ Այսօր Արամ Ատեշյանը ուրեմն բազմելով ավելի ճիշտ բռնազավթում կարելի անվանել Մեսրոպ Բադրիարքի աթոռը անարժանապար հանդգնում է Արևմտյան Հայաստանի մեր հոդը անդեր ու անդիրական թողնել։ Մենք ունենք Տիգրանագերտ եկեղեցի, չունի հոգևոր հովիվ։ Մենք ունենք Ալեքսանդրետ, Մերսին, Եսարիա, Քրխան, հայկական եկեղեցի, չունի հոգևոր հովիվ։ Ուրեմն միայն Մուսալերան այդ մեր եկեղեցին Սուրբ Աստվածածինը ուրեմն հոգևոր հայր ունի, անալ շատ քիչ պատարակում է։ Ուրեմն դարիներ շարունակ ամբողջ արևմտահայությունը այժմ, որ արդեն 100,000-ներից ավելի թվագազմ է հանդես բերում եւ միութենական գազագերբությունները Դիկրանագեր, Մուշ, Դերսիմ, Մալաթիա, Ալեքսանդրետ խնդրում են Բադրիարքարանին, որ իրենց հոգևոր ծառայող ուղարկի, որպես այդ հոդը կարողանա
եկեղեցաբատական այդ ամբողջ ուրեմն իրավիճակից օգտվել այդպես ինչպես Բոսում ապրող հայությունը, բայց որևէ ուշադրություն 3 կիրոգյան ուշ ինձ զանգել են Ադիամանից։ Ադիամանը իմ ծնողների ծննդավայրն է։ Արևմտյան Հայաստանում ամենաշատ դավանապող հայի գտնված քաղաքը։ Իրենք ուզում են իրենց երեխաներին գնքել, ասում են թող դանեն ասորական եկեղեցի գնքեն, շշմելու բան։ Հայը ինչպես կարող է ասորական եկեղեցում գնքվել, եւ այդքան խիստ չխայնացել են այդ Ադիամանի հայերը։ Ուրեմն ասում են մենք Հայդարարության հանդես պիտի գանք, որ վերահայացման process-ի կանխողը հենց ինքը Արամ Աթեշյանն է։ Դա զարմանալի բան։ Արամ Աթեշյանի հարազատ քույրը, հարազատ, ապրում է Սիլվանում, Դիկրանագերտ քաղաքում։ Ինքը դավանապող հայի ղարքավիճակով ապրում, այսինքն մուսուլմանացած հայ է։ 4 տարի է հայդարարում անընդհատ, որ ինքը իր հարազատ քրոջը պիտի գնքի Դիկրանագերտի Սուրբ Կիրակոսի եկեղեցում, մինչև իմացան պարպարո անաբադի, նույնիսկ իր քրոջը չի գնքում այս մարդը որպեսի բան լինի, եւ իր քրոջ զավակներից երկուսը հայկական ջեմարան են գնացել, որ հոգևորական դառնան։ Մյուս քրոջ երեխաներից մեկը մուսուլմանական հոգևորական դպրոց է գնում, որ մոլլա դառնա։ Սա շշմելու բան է։ Ինչպես կարելի է նույն գնոջից ծնված երեխաներից մեկը հայ հոգևորական մի դառնա, մյուսը մոլլա։ Սա անհասկանալի բան է։ Ուրեմն Բոսո Բադրիարքի աթոռը բռնազավթելուց հետո ինչ է արել։ 3 ամբողջ թուրքական մամուլը այս ֆոտոն էր ողողված, խնդրեմ, անպայման նկարեք։ Սա Բոսֆորի ամենաթանկանոց հատվածի Բեյկոս գոչված թաղամասը, որ հայկական է, ծայրից ծայր, 45,000 քառակուսի կիլոմետր ներողություն, քառակուսի մետր, ոչ կիլոմետր, ներողություն եմ խնդրում, ուրեմն մի գալվածք է հայապատկան, որը ուղղակի հայոց պատրիարքարանն է պատկանում, որտեղ ժամանակին եղել է եկեղեցի, հիմա մի հատ մզգիթ են դնգել իր մինարետով։ Սա առուզախի է ենթարկվել եւ մինչի հիմա փաստաթղթերը հայտնի չեն որտեղ են եւ նոր սեփականության վկայական կա, որտեղ 10,000 քառակուսի մետր անհայտացած է եւ ամբողջ այդ գործողությունը կատարել է Արամ Աթեշյանը, սրբազանը, եւ ցայն բարբարո անապատի որևէ մարդուն հաշիվ չի տալիս։ Սա իր ընդամենը ամիսներ առաջ քնած բնակարաններից մեկն է Կոնստանդնոպոլսում։ Մարտը Բոսո Շիշտի տաղամասում էլի շատ թանկանոց, որտեղ եւ ես իմ նախնական ուսումն եմ ստացել, մոտավորապես 1.5 միլիոն թուրքական լիրա, այսինքն մոտ 550,000 ամերիկյան դոլարին համապատասխանող, ուրեմն բնակարան է ցերկ բերել մի մարդ, որի աշխատավարձով չես կարող երթուղային նստել եւ գնալ ինչ որտեղ։ Սա մեկը։ 3 թուրքական մամուլը ողողված էր իր Բոդրում, հանգստյան վայր, Անտալիային ամիջապես կբաց, եւ այլ տեղերում եղած բնակարանների մասին, Մոսկվայում բիզնեսներ կա, եւ մարդը անընդհատ ուղևորվում է բիզնես կլասով ցանկացած տեղ, ի հագարակ շնորհ Պատրիարքյալ ժուժգալ ցանկին հայ հոգևորականին ոչ հարիր գեցվածք է դրսևորում։ Այս նույն մարդը իր մոտ ընդունել է ազգային շարժում գոչված, ֆաշիստ կուսակցության առաջնորդներին Պատրիարքարանում, խնդրեմ, սա նկարը Google-ով ողողված է, երեկվանից կարող եք մտնել եւ նայել։ Այս մարդը Հասան Օկտայ է, հիշում եք, եկել էր Հայաստան, այդ իրենց ֆաշիստների գորշկայլերի բանով էր հանդես եկել եւ կաթողիկոսին էր տեսել, Կարեկին II-ին, եւ տեսել էր վարչապետին, եւ տեսել էր այստեղ անունով թուրքագետ ինչ-որ մարդկանց։ Ուրեմն Հասան Օկտային Հայաստան ուղարկողը եւ Պատրիարքի հետ հանդիպման ժամադրությունը վերցրել է Արամ Աթեշյանը, շշմելու բան։ Մարդ, որը հայադյաց է, ուզում է Հայաստանը վերան աշխարհի երեսից եւ Արամ Աթեշյանն իր լավագույն բարեկամներից մեկի հորջուրջում։ Հիշում եք երևի նաեւ ամիսներ առաջ այստեղ Ստալիջում իմ մամլոասուրիս այս տիկնոջ մասին, հիշում եք։ Սպանության հետ կապված։ Ոչ միայն սպանություն, որը տեղի էր ունեցել եւ այդ մարդկանց sense այդ տանը ապրող հայաստանցիների այդ 15 ցերպակալվածներից 3-ը իր տանն էր մնացել, այս կինը, որը ուրեմն ես ձեզ ասում եի, որ 3 ազգանուններով է հանդես գալիս պասպորտներով, հանդգնել է ինձ թադի դալ այստեղ Հայաստանի Հանրապետությունը, ամսու 22-ին թադն է, խնդրում եմ գկական պայման լուսաբանելու համար, գնացել է Ագոստերտ, Ագոս, այստեղ, հարցազրույց է տվել, իմ ասածս ուրեմն ուղիղ մերժելով,
Բավական Խաչատրյանը անունը, այս տիկնոջ, այս Բավական Խաչատրյանը գնկվել է Արամատեշյանի կողմից իբրև Աբազյան, խնդրեմ, եւ սա հայոց Պատրիարքարանի վեբկայքեջից է վերցված, շշմելու փաստ, ինչպես կարող է առանց մարդու անձնագիրը տեսնելու նրա մգրտություն կատարել, անհասկանալի է, երբ Արամատեշյանը Ագոսին տված հարցազրույցում ասում է, որ այս դիգնոջ ասածները ճիշտ է, Հացպայան Սարգիսը սդում է եւ պետք է Սարգիսին թադի տալ, ինչու, որովհետեւ Սարգիսը իրեն ծնվածորից է ճանաչում եւ ներքնաշորի քույնը նույնիսկ գիտի եւ գիտի ինչ աբերախտ ու այսպես ասած աբասկային մի դարի հետ գործ ունենք։ Հիմա Արամատեշյանը իր բոլոր հանցանքներու համար պիտի պատասխան տա։ Չի կարելի նույնիսկ մեկ հայի, չեք գտնի մեկ հայ Թուրքիայում, որ գրտնի այդ ինչ Արամատեշյանը ասել է։ Ինքը որևէ իրավունք չունի հայկական համայնքի անունով հանդես գալ, բարձրաձայնել իբրև թե ուրեմն մենք պետք է ներողություն խնդրենք Թուրքիայից, որովհետև Բունդեսթագը ինչ որ բանաձև է ընդունել, շշմելու բան։ Այսինքն մարդը կզնելու ըստորակարշության այս աստիճանի ցածր գեցվածք է դրսևորում բազմելով այդ աթորին։ Հիմա նայեք, ուրեմն վրացիները Վրաստանը մեր քաղաքեդոնական ժամանակահատվածից մնացած եկեղեցիները կրբանում են, եւ հայոց Պատրիարքարանի, այսպես ասած, փոխանորդ հանդիսացող այրը Արամատեշյանը ցայն ձբդուն չի անում երբևէ, անի մայրաքաղաքի, հայոց մայրաքաղաք անի, դիկրան հորենց եկեղեցին Վրաստանին է դրամատրվել, հայաբատկան եկեղեցին, ամբողջ մայրաքաղաք անիում, եւ ոչ մի հայդարարություն ընդհանրապես, ամբողջ դերսիմա հայությունը, Դիկրանագերդի հայությունը, Ադիաման, Մալաթիա, ովքեր որ ձբդիալ ապրելու ստիպողաբար կյանքն են վարել այս վերջին շրջանում մի քանի սերունդ։ Ուզում են գնկվել, չի գնքում այդ երեխաներին, ոչ մեկին, այդ մարդկանց։ Ուզում են մգրդվել, գրգին, վերադառնալ իրենց արմատներին եւ որևէ ուրեմն բան չի արվում իր կողմից։ Ուրեմն ինքը մի բանից է վախենում շատ, ինչու է այս քայլը արել։ Դա միակ պատճառ ունի։ Թուրքիայի իշխանությունները պետք է որոշեն այդ օրը, որտեղ ընտրություն տեղի պիտի ունենա եւ հայ համայնքը պիտի ընտրի իր պատրիարքին։ Այսինքն բոսայությունը վերջապես պիտի ունենա պատրիարք, ընտրված պատրիարք, համայնքի վստահության քվեն ստացած պատրիարք։ Դրա համար եղած տեխնազուները վաղուց հայդը ներկայացրել են, բայց ընտրություն տեղի չի ունենում, քանի որ թուրքական իշխանությունները այդ կայլին չեն թիմում։ Նման մարդուն պահպանելով թուրքական իշխանությունները, ուրեմն անում են այդ ինչ իրենց համար ձեռնդու է, որը ի հակառակ հայկական համայնքի զարգացման խոչընդոտ է հանդիսանում։ Ուստի հիմա միակ բանը, որ այս մարդը կարող անել, մեկ ժամ եւս երկարացնելու համար իր այդ աթորին բազմազինելու հանգամանքը կզնել եւ այսպես ասած թուրքական իշխանությունների, ինչպես ասեմ ձեզի, ըստորակարշության աստիճանի ուրեմն գեցվածք դրսևորելն է, միակ բրգությունը։ Ինքը վախենում են դրություններից, քանի որ ինքը շատ լավ գիտի, որ տեխնազու կրանցվելու դեպքում մեկ քվե չի ստանա ամբողջ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի անցածող հայությունից։ Հայերն են ընտրում իրենց պատրիարքին քվեով, դա միշտ եղել է եւ անընդհատ արժանին իր վստահության քվեն ստացել է։ Ուրեմն այս մարդը, չգիտեմ ինչքան գերգարացքի իր այդ աթորին լինելը, բայց օր առաջ պետք է ամբողջ հայ ժողովուրդը իմանա ում հետ գործ ունենք, ինչի անում այս ամբողջ քայլերը ինքը եւ թուրքական իշխանության կողմից ինչպես կարող է ուղղորդվել հայկական համայնքի հոգեվոր ներկայացուցիչ ցածող հայրը։ Սա այն ժամանակ, երբ որ ընդամենը 2-3 շաբաթ առաջներ լույս տեսավ Հայաստանում մի սկանջելի քիրք, հայոց տնտեսական ցեղասպանություն, որտեղ ուրեմն բարոն Խաչատուր Դադարյանի ասկիրքում կա ամբողջ արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հայկական գալվածների արդիվ տվյալներ, որ մեր պատրիարքարանը, հայոց պատրիարքարանը ունի անշարժ գույքի, հայերից խլված գույքերի հետ կապված մի անձնաժողով եւ չունենք եւ թադի է թիմում, դատարան է թիմում, որբեսի դատարանով ետ պահանջի իրեն պատկանողը։ Արամատեշյանը ծրել է այս անձնաժողովը, պատկերացնում եք, այսին այդ անձնաժողովը, որ պատրիարքարանում կորձում էր,
որբեսի հայտնաբերի բոլոր այդ կալվածները թուրքերի կողմից արգրավված ու իդ վերադարձի համար դատարան թիմենք ծրել է եւ այդ հանձնաժողովի անդամները ընդվզելով Բադրիարքի աթորը բազմած այս անարժանին ուրեմն հայտարարություն են դարձել որ նա ինքը հատուկ է անում սա որբեսի թուրքերը առաջ իրեն ցույց տա որ մենք ցեզնից ոչինչ չենք ուզում իսկ մեր գալվածների մեր վերադարձը Թուրքիան առաջ դրել է Եվրոպայի միությունը Թուրքիան չի կարող Եվրոմիության անդամ մի տեխնազությունը պահպանել եթե հայերից խլվածը իդ չվերադարձնի իմ վերջին խոսքը ուրեմն վերապերում է երկու տեղ մեկը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին վեհապար դիրոջ որ ժամ առաջ պետք է հոգևոր խորհուրդը հավաքվի եւ այս մարդու սանցարսակ ինքնուրույն այս ամբողջ գեցվածքը դադարեցվի խստակույնս նրան պետք է արգելել Հայաստանի Հանրապետության մուտք գործել թողեր դա իր Ռեջեփ Թայիփ Էրդողանով Անկարայում հաստատվի եւ ապրի եթե ուզում է մոլլա դառնա դա իր իմանալիքն է նա չի ներկայացնում հայկական համայնքը եւ երկրորդ ուղերձը ոչ թե հայաստանյան մեր այսպես ասած հայրենագիցներին այլ միայն Կոնստանտինոպոլսում այժմ բնակվող նաև Արևմտյան Հայաստանի Գամիրքի, Կապադոկիայի եւ Գիլիկիայի հայությանը վերաբերվում պետք է ցերպազատվել եւ ազատվել նման ամիոպական գեցվածք դրսևորող ուրեմն մի անձնավորությունից որին ես չգիտեմ մարդ կարելի է գոչել թե ոչ դժվարանում եմ հա չի կարելի նման նսեմացում թույլ տալ Բունդեստագի որոշումը ողջունվել է հայկական համայնքի կողմից Դիկրանագերդի հայությունը, Ալեքսանդրետի հայությունը եւ Բոսո հայությունը ողջունել է։ Ուստի նման գեցվածքը հարիր չէ ձեզ, այսինքն Բորիսում ապրող հայության եւ օր առաջ պետք է ընտրություններ անցկացվեն, որովհետեւ հայկական նվիրապետական աթոռը ունենա իր արժանին։ Այսքան։ Եթե ձեր հարցերը կա, խնդրեմ ես պատրաստ եմ պատասխանել։ Հարցում եք դուք։ Ես մի փոքր խնդրեի հիշեցնել Մեսրոպ Մութաֆյանի այդ վիճակը այդպես շփումներով կարծես ասում էին, որ դա ինչ-որ թունավորել է գնեն, ինքնից անշարժ պարկած է եւ իրավունք չուներ որևէ մեկը բացնել այդ գահին, քանի դեռ նա ողջ է։ Մեսրոպ Մութաֆյանը Ուրեմն Մեսրոպ Մութաֆյանը 8 տարի առաջ ցերկ էր բերել մի հիվանդություն, որը կոչվում է դեմանս ֆրոնտալ, այսինքն ճակատային բան դեմանս հիշողության ամբողջովին գորուստ։ Ինքը չգիտի ինքը ով է, ինքը չգիտի որ իր անունը Մեսրոպ է, ինքը Բադրիարք է, հա, ընդհանրապես։ Մի ֆիզիկական մարմին, որը բարգած անգոմ է։ Հիմա սրա պատճառները 3 հատ։ Մեկը ասում է որ հենց Արամ Աթեշյանի ձեռով թուրքական իշխանությունները թունավորել են, քանի որ անընդհատ իր շփում, որին ես հակված չեմ, մտածել այդպես, հա։ Այսինքն Արամի մասին ասեցի այդ ինչ ասեցի, բայց դա չի նշանակում որ Արամը կարող էր նույնիսկ գնալ այդ կայլի թունավորել, այսպես ասած Մեսրոպ Մութաֆյանին։ Ոչ։ Երկրորդը որ թուրքական իշխանությունները անընդհատ, հա, ուրեմն փորձել են իրեն ինչ-որ ցևի այս վիճակին հասցնել, երկրորդը դա է։ Երրորդն ալ որ ամենասկզբնական շրջանում, քանի որ ժամանակ առ ժամանակ ինքը վերակտնում էր իր ինքնությունը, ասում եմ դա առողջական միլիոնից մեկ հանդիպող հիվանդություն է, այո, իրոք շատ քիչ հանդիպող հիվանդություն է, հա, եւ դա մարդու ճակատագիրն այսպես ասած, ինչ ասենք, այսինքն որ առողջական վիճակի վատ տարածում, այս 3 հանգամանքն էին նշում։ Առ այսօր ամբողջ հայությունը կոնե Թուրքիայի Հանրապետության քաղաքացիական ծածող հակված է մտածելու որ Թուրքիայի իշխանություններն են արել ինչ որ բան, հա, որ այս վիճակը ստեղծվի, այսինքն մճամտել են ինչպես չգիտենք այդ թունավորման ծևն ալ չգիտենք երևի ժամանակին օրը գկա պատմությունը կբարձի եթե նման բան գա թե չգա բայց ժողովուրդը այդպես է մտածում այսինքն յուրաքանչյուր հայ իմ մայրս այդպես է մտածում եղբայրս այդպես է մտածում քույրս այդպես է մտածում սա ժողովրդի մտածմունքն է հիմա որ Արամ Աթեշյանը նման գեցված կետերսը որում նաև գլինեն մարտիկ երևի կշատանան կմտածեմ որ Արամ Աթեշյանի ցերկով է որ այս ամբողջը որ ասում եմ ես ոչինչ բացառել չի կարելի բայց ինքս հակված չեմ այդպես մտածելու Ուրեմն ինքը գտնվում է Սուրբ Բրգիչ մեր հիվանդանոցում ազգային հիվանդանոցում ենք Եդուկուլե Բոսո թաղամասերից մեկն է այդտեղ ունի իր սենյակը պատվավոր մի հատ շատ հանգստավետ սենյակ
անընդհատ այսպես ասած ուշադրության համայնքի գետրոնում է գտնվում անընդհատ այցելություններ, բայց քանի որ ինքը անկորձունակ անմեղսունակի գարկավիճակում է, իր այդ խոսել չի ստացվում ոչ մի ցևի, հա։ Վերջերս մի բան դեղ ունեցավ, ուրեմն մեր ընկերները Բոսո համայնքի հետ իսկական հայրենասեր հատվածը թադի տվավ, հա, Թուրքիայի պետության որբեսի ճանաչեն անկորձունակ Մեսրոպ Բադրիարքին եւ իր դեղ լիազոր ներկայացուցիչ ունենալ, որը բավարարեց թուրքական դատարանը, ուրեմն մայրը Մեսրոպ Մուտաֆյանի մայրը Դիգին Մարին թուրքական դատարանի կողմից լիազոր ներկայացուցիչ կարգվեց, որը կարող էր Մեսրոպ Մուտաֆյանն անունով ստորագրել հանդես գալ եւ այլն, որը շատ մեծ դժգոհություն առաջացրեց Արամ Աթեշյանի մոտ, որովհետև դա է, որ իր աթոռը խարխլեց, հենց այդ որոշումը տոտական, որով նաև հիմա այդ հայրենասեր հայությունը անձնախումբ են կազմել արդեն, ուրեմն թիմել են արդեն Թուրքիայի իշխանություններին, որ օր առաջ ընտրությունների օր նշանակվի եւ տեխնազուները կան աշխատանք կատարեն եւ քվեարկություն տեղի ունենա, սա հենց իր այս քզնելու այս ստորակարշությունը դա երկարացնելու քայլ է, ուրիշ ոչ մի բան, միակ բանը եւ Բիդի լինի այդ ընդրությունը եւ հայոց պատրիարքանը ունենալու իր արժանին։ Մեսրոպ Մուտաֆյանը շատ դժբախտաբար, չգիտեմ, եթե հրաշք կդարվի ինքիրեն կգտնի թե ոչ, ես մանությունից եմ ճանաչում արդագարգ անձնավորություն է, շշմելու մարդ, ամենազարգացած հայ հոգեվորական, որ ես ինքս համոզված բնթում եմ, որ դա Թուրքիայի իշխանությունների կատարած քայլն է, մի արժանավորին զրկելով անարժանին այսպես ասած դեղաբաղի գարկավիճակով բերելու միայն քայլ, այդքան, դա Մեսրոպ Մուտաֆյանի արդիվ։ Այն նպատակն է հետապնդում, որ թուրքական իշխանությունը կարող է օգնել, որ միահավանա այս աթոռին, այսինքն կարող են Զագդովի ճանապարհով առանց հաշվի առնելու Թուրքիայի հայկական համայնքի կապիտը եւ քվեները կարող են ամեն ինչ անել, այսինքն իրենց մի մարդու, որը իրենց կամապատար կարող է դառնալ, պահել նրան։ Միայն, որովհետև եթե Թուրքիայի իշխանությունները չասեն այսինչ օր այսինչ ժամին ընտրություն մի լինի, ընտրություն չի լինելու։ Եթե ընտրություն չի լինելու, ինքը նստելու է դատորեն հավերժ, այս տարի, քալ տարի, մյուս տարի, 10 տարի, այսինքն Թուրքիայի իշխանությունները օրենքը խախտում են 24 ժամ, դա շատ սովորական է։ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր, որ ընտրությունները տեղի ունենան մի քանի ամիս հետո, ոչինչ չեղավ։ Թուրքիայի ազգային ժողովի նախկին նախագահը խոստացել էր, որ մինչև աշուն կլինի, նախանցյալ դարվա աշունը, ոչինչ չեղավ։ Ռեջեփ Տայիպ Էրդողանը ինքը ընդունեց հայկական պատվիրակության բոսից, խոստացավ, որ մոտակա ժամանակ երբ դատարանը որոշում կայացնի Մեսրոպ Մուտաֆյան պատրիարքի արդիվ, այս անկորձունակ ճանաչման եւ նրան լիազորող անձնավորության մեջտեղ գալը ընտրություններ տեղի կունենան ցայն բարբարո հանավադի։ Սա հենց այդ քայլն է, ինչ դուք ինքներդ եք բնորոշում, այո, ինքը ուզում է մի ժամ ավել երկարացնել այդտեղ լինելը։ Ես հակված եմ, որ նրան պետք է թադի տալ հենց Թուրքիայի Հանրապետությունում միայն այդ իր ունեցած անշարժ գույքերի արդիվ քրեական գործ առուցելով ինչու ինքը թե Թուրքիայի Հանրապետության քաղաքացի անցածող մարդկանց թե արտասահմանում Ֆրանսիա, Անգլիա, Ամերիկա գալվածների հետ կապված թադական գործընթացներից շատ ուղղակի դոգոս է վերցնում։ Այսինքն մարդ եմ ճանաչում ես Կանադա, Անգլիա, Ամերիկա գալվածներ ունի Թուրքիայի Հանրապետությունում, այսինքն իր բաբայից, մամայից է մնացել, բաբիկից, դադիկից, հայ, շատ մեծ գալվածներ են, միլիարդավոր ուրեմն արժեք ունեցող գալվածներ, բոլիս արդեն ինքնին շատ մեծ արժեք է, այդտեղի գալվածները շատ բարձր արժեք են ներկայացնում, ինքը ասում է, ես դատական գործընթացներ, որ ավարտվեն, այս կան դոգոսը ինձ կդաս եւ երբ որ հայկական թերթերը մամուլը ձեր էր արել, ծառել էր, ինչպես թե հայ հոգևորականը դոգոս վերցնի մի մարդու անհատական սեփականություն անցածող գալվածքի գրգին յետբերումից ասում էր ինչ կա որ բա ես ոնց պիտի ապրեմ իմ ստացած այդ գնունքի ծնունդի չգիտեմ ինչի բսակի եւ նշանադրության փողերով եմ ապրելու բա ես փողի գարիք ունեմ ես ուզում եմ որ ես ունենամ այդ ամբողջ առանց ամաչելու նման հայտարարություններ արել այդ մարդը ահա ինչպիսի մարդու հետ գործ ունենք մենք ես կարծում եմ որ հիմա բոլիսում կսկսի մի շարժում դա ես այդպես մտածում եմ եւ գանեմ ինձանից կախվածը ավելին որբեսի դա դեր ունենա որ ինքը պետք է հրաժարական դա այդ աթորից ինքնագամ
ճնշում պետք է կորզատրել իր վրա, որովհետև Թուրքիայի, այսպես ասած, գոյություն չունեցող ճնշման օրոք ինքն է գծվում գնում իրենց ոտքը լզում, իսկ հայկական համայնքը հնարավորություն ունի ճնշելու, ստորագրավական էլ ամիջապես, որպեսզի ինքը պաշտոնան գարվի այդ դեղաբայատորից։ Նրա դեղը մենք ունենք այլ արժանավորներ, առնվազն 3 հոգի, որ կարող են դեղաբահի կարգավիճակ ձեռք բերել Բոլիսում, հա։ Այդ 3 հոգևորականներից որևէ մեկը ընդրությամբ դեղաբահ կընտրվի, դեղաբահը ընդրությունների անցկացման համար գտիմի, ուրեմն Թուրքիայի կառավարության Անկարա եւ 1 ամիս հետո տեղի կունենան ընդրություններ։ Սա է արվելիք քայլը, սա է միակ դրամապանականը եւ հարցի լուծումը։ Ժամ առաջ ազատվել նրանից, ես չեմ հասկանում, սա ինչպիսի գերբար է, իսկապես անհասկանալի, բարերը չեն երիքի բնորոշելու համար նման դքետ եւ ստորակաշ մարդուն։ Պարոն Հացմանյան, դուք ես հիշում եմ մի ասիլիսի ժամանակը դիմեցիք մեր կաթոլիկոսին, որպեսզի Արամ Աթեշյանն ինչ ասեր, ինքը իր մասով ներդրում ունենա, որպեսզի Արամ Աթեշյանը այդ պաշտոնում արդեն չլիներ, բայց անպատասխան իմաց, չէ, արձագանքներ չեղան, կամ այս մտություն արտահայտել։ Ուրեմն ձեզ մի բանով պատասխանեմ։ Կաթողիկոսը ամենայն հայոց իրավունք չունի կարգալույց անելու Արամ Աթեշյանին, իրեն պաշտոնից հեռացնելու ընդհանրապես կամ իր հետ կապված որևէ բան։ Մի բան կարող անե, ուրեմն Կարեկին II, որը առայսօր չի արել, ու ես չգիտեմ ինչու չի արել։ Ինքը քերակույն հոգևոր խորհուրդ ունենք, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, եւ որտեղ անդամ է նաեւ Արամ Սրբազան Աթեշյանը Բոլսից։ Ինքը կարող է այդ քերակույն խորհրդի ժամանակ իրեն այդտեղից հեռացնել, այսինքն բոլորի այսպես ասած քվեով համացայնությամբ դրա մասնագետների եպիսկոպոսած 10 ենք մենք arczepiskopոսներ, աշխարհի բոլոր հոգևոր հայրերը այդտեղ ներկա են։ Նրան հեռացնել ընդհանրապես, հա, եւ նրա դեղը ընդունել ենթադրենք Սահակ Սրբազան Մաշալյանին Բոլիսից, հա, այսպես կամ Թաթուլ Անուշյան Սրբազանին կամ Զաքեոսին, կարևոր չէ ում, բայց Բոլիսից մի այլ մարդու։ Ինչու՞։ Այդ հոգևոր խորհրդի նիստի ժամանակ, երբ Կարեկին Սրբազան Բեկչյանը, Գերմանիայի հայոց առաջնորդ, որը էլի Բոլիսից է, ելեր եւ ասել էր, որ ինչու ընդրություններ տեղի չեն ունենում Բոլիսում, ինչու Մուտաֆյան Բադրիարքի դեղ մենք չենք կարողանում ընտրել նոր Բադրիարքը, Արամ Աթեշյանը հանդգնել էր Կաթողիկոսի ներկայությամբ ժողովի ընթացքում, ասել, որ դա մեր ներքին գործ է, ոչ ոք չի կարող խառնվի, երբ որ հենց Կարեկին Սրբազան Բեկչյանը, Գերմանիայի հայոց առաջնորդը, ինքը առաջին տեխնազուն է Բոլսո Բադրիարքի աթորի, հա, շատ բնականորեն, որովհետև այդտեղ է ծնվել մեծացել, այսինքն դրա իրավունք ունի, հա, եւ ասել է ինչ թե ներքին գործն է, դա իմ գործն է, մեր գործն է, ամբողջ եկեղեցու գործն է, դու ով ես, որ Թուրքիայի կառավարության դեղ դրիր քեզի ինչ, ոնց որ ինքն է վարվում հայ եկեղեցու հետ, դու ես նրա դեղ անել, ներողություն պետք է խնդրի եւ Կաթողիկոսը որևէ ընթացք չէր դրվել այդ բանին։ Կարեկին Սրբազան Բեկչյանը հենց այստեղ այս ագոսը որ գա, խնդրեմ, այս ագոսում ինքը հայտարարություն էր արել, նաև հարցազրույց էր տվել մեր Սեբու Սրբազան Չուլջյանը, հա, ուրեմն Գուգարաստեմի առաջնորդը Հայաստանի, որը եւս տեխնազու է, այդ նույն Բոլսո Բադրիարքին, որ ասում են այլևս պետք է ընդրություն կատարվի, այսպես։ Կաթողիկոսը շատ ներողություն կարող է Բոլսում Բադրիարքարանի ընդրություններով անցկացման համար նամակ գրել եւ պահանջել համայնքից, որ օր առաջ այս հարցը լուծվի։ Միակ բանը որ կարող անի ու չի անում, ես չեմ հասկանում։